Հիսուսը մեր փրկությունն ու երկնքի արքայությունն մուտքը նմանեցրեց հարսանեկան խնջույքի հրավերին ու մասնակցությանը։ Ինչու նա դա նմանեցրեց հարսանեկան խնջույքի։ Հիսուսը նրանց հետ դարձյալ առակներով խոսեց ասաց. Երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ Արդ գնացեք ճանապարհների խաչմերուկներ գտնեք, հարսանիքի հրավիրեք։ Եվ հարսանիքը լցվեց հրավիրյալներով։ Հարսանեկան խնջույքի էական տարրերն են փեսան, հարսն ու հյուրերը։ Թագավորի որդին առակում ներկայացնում է առաջին գալուստ Հիսուսը, ով եկավ որպես Աստծո որդի։ Իսկ հրավիրված հյուրերը ներկայացնում են սրբերին, ովքեր ընդունում են Հիսուսին ու գնում երկնքի արքայություն։ Սակայն հարսն, որը հարսանեկան խնջույքի գլխավոր հերոսն է, ոչ միտեղ չի երևում։ Սա պայմանավորված է նրանով, որ հարսն հայտնվելու ժամանակը դեռ չէր եկել իր առաջին գալուստին։ Աստվածաշունչը մարգարեանում է, որ հարսն կհայտնվի վերջին օրերին, նրա երկրորդ գալուստի ժամանակ։ Որովհետև գարան հարսանիքը հասավ, նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ Երանելի են գարան հարսանիքի ընթրիքին կանչվածները։ Գարը, որը փեսան է, և գարան կինը այժմ հայտնվում են հարսանեկան խնջույքին։ Եվ կան հյուրեր, ովքեր հրավիրվել են հարսանեկան խնջույքին։ Երկնային հարսանեկան խնջույքին մասնակցում են փեսան ու հյուրերը, ինչպես նաև հարսն։ Հիսուսը 2000 տարի առաջ մեզ տեղեկացրեց, որ երկնային հարսանեկան խնջույքի ժամանակ կա նաև հարսն։ Եվ նա մեր փրկությունն ու մուտքը երկնքի արքայություն նմանեցրեց երկնային հարսանեկան խնջույքին։ Այնուհետև ով է գառը, որը փեսան է, հայտնություն 19-ի մարգարեության մեջ։ Գառը Հիսուսն է։ Այնուամենայնիվ գառը, որը հայտնվում է հարսի հետ, ներկայացնում է երկրորդ գալուստ Հիսուսին, որը հայտնվում է վերջին օրերին։ Իսկ հրավիրված հյուրերը սրբերն են, ովքեր կստանան հավիտենական կյանքի օրհնությունը։ Այնուհետև ով է հարսը, կինը գառի, ով հայտնվում է իր երկրորդ գալուստին։ Արի, քեզ պիտի ցույց տամ հարսին, գառան կնոջը։ Եվ ցույց տվեց ինձ սուրբ քաղաքը, Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից, Աստծու մոտից։ Երկնային Երուսաղեմը խորհրդանշում է հարսը, գառան կինը։ Ո՞ւմ է ներկայացնում երկնային Երուսաղեմը Աստվածաշնչի մեջ։ Երկնային Երուսաղեմը մեր մայրն է։ Հայտնության մեջ գառան հարսնացուի հայտնվելու մարգարեությունը ցույց է տալիս, որ Աստված Մայրը, որը երկնքում է, կհայտնվի այս երկրի վրա։ Այլ կերպ ասած, վերջին օրերին երկրորդ գալուստ Հիսուսը, Հայր Աստվածը, Մայր Աստվածը կհայտնվեն։ Սրբերին կհրավիրեն երկնային հարսանեկան խնջույքին։ Հետաբար, վերջին օրերում մենք պետք է ընդունենք ոչ միայն Հայր Աստծուն, այլ նա Մայր Աստծուն։ Միայն դրանից հետո մենք կարող ենք ստանալ երկնքի արքայություն մտնելու օրհնությունը, որպես հարսանեկան խնջույքի հյուրեր։ Հուսով եմ, դուք կընդունեք Մայր Աստված, կվայելեք ուրախություն, երջանկություն երկնքի հավերժական արքայությունում։